Դե փաստա որ ինի եկեղեցու ներսում ինստիտուցիոնալ միասնականությունը խաթարված է։ Երբվանից։ Կարծում եմ դա միշտ էլ եղել է, բայց իշխանությունը ուրիշ բան է, երբ որ միշտն եկեղեցական վեճեր կան, այդ նույնիսկ նորմալ է։ Տարբեր ընկալումներ կարող Եվ են լինել, նորմալ է նաև պետություն եկեղեցի վեճերը։ Պետություն եկեղեցու վեճերը գուցե նորմալ է, եթե սահմանադրության գիծը չեն անցնում։ Հիմա տեսեք, եկեղեցու ներսում ոնց որ ցանկացած օրգանիզմի տարբեր խմբավորումներ կարող են լինել, վեճեր կարող են լինել թե զուտ կոնֆեսիալ հարցերի շուրջ, թե ընդհանրապես վարչական ղեկավարման կարող են լինել, բայց ամբողջ խնդիրն է նա, որ դա չպիտի ինստիտուցիոնալ խզման առաջացներ, հա։ Հիմա պետության ջանքերով դա ինստիտուցիոնալ խզման առաջացրել, այսինքն երկու հակամարտ կողմեր կան, ընդ որում այն մյուս խումբը բոլոր կանոնների չեղվել է եկեղեցին 8-9 10 հոգևորական բարձրաստիճան հոգևորականները եպիսկոպոսները, որոնք Նիկոլ Փաշինյանի թրիտակով անցել են, ասես պայմանական ասենք, նրանք եկեղեցու խնդիրների շուրջ չեն բիճում վեհապարի հետ։